Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։ Մեդալներ, հաղթանակներ, նվաճումներ, հայտնիություն, փող, բայց դու տեղում կանգ չես առնում։ Հիմա ունես նոր նախագիծ եւ մտածում ես նոր բան անելու մասին։ Պարզապես ասում հարցրեցի հենց այդ պահին, ինչու, ինչի համար, ինչի հենց ես, ինչ նպատակներ ունես ինձ հետ կապված, ինչի պետք է հենց հիմա լինել։ Չէ՞ որ ես օլիմպիական խաղերին այդպես ու շատ իմ կարծիքով ես շատ ազնիվ էի մարզվում, ես չէի խաբում ինքս ինձ, չէի խաբում մարզիչիս։ Կա քո կյանքում դաս, որը դու մինչև հիմա հիշում ես, եւ այդ դասը հիշելիս դու նաեւ Աստծուն շնորհակալություն ես հայտնում, որ դա ունես։ Երկու դեպք է եղել, երբ ես բարիս ամենալայն իմաստով հենց իմ կյանքն եմ վստահել, եւ երկու անգամն էլ ամենաանսպասելի ձևով դավաճանված եմ եղել։ Ովքեր են այն մարդիկ, որոնք Նազիկ Ավդալյանի ձևավորման վրա ունեցան անջնջելի հետք։ Ոչ մի բան այս կյանքում պատահական չեմ համարում, նույնիսկ հանդիպումները։ Հասկանում եմ, որ գործ ունենք մեգա նախագծի հետ, կան խոշոր գործարարներ, որոնք հետաքրքրված են այս նախագծով։ Շատ մարդիկ հաճախ մտնում են մեր կյանք, հատուկ են նպատակով, որպեսզի վերցնեն այն արժեքը, որը որ դու ստեղծել ես։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում Կապիտալի ուժը հաղորդաշարն է եւ իմ այսօրվա հյուրը ծանրամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հայաստան առաջին անգամ ոսկե մեդալ բերած կին, ինչպես նաեւ Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր նախագահ Նազիկ Ավդալյանն է։ Ողջույն Նազիկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ես քեզ պետք է առաջարկեմ 1 րոպեվա ընթացքում քո բնավորության յուրահատուկ գծերի մասին պատմես մեր հեռուստադիտողին։ Ես ուզում եմ, որ դու ինքդ քեզ ներկայացնես մեր հեռուստադիտողին։ Շատ հետաքրքիր հարցով սկսեցինք իրականում, շատ անսպասելի։ Ես երևի թե կառանձնացնեմ իմ բնավորության մեջ, շփման մեջ պարզությունը, ոչ մակերեսային շփում, այլ պարզ շփումը, որ ես շատ պարզ եմ շփվում մարդկանց հետ, նույնն էլ ակնկալում եմ, չնայած իհարկե դա շատ բարդ է, իմ ընկերներից մեկն էլ է ասել, դու ոնց չես վախենում այդքան պարզ լինել մարդկանց հետ, պարզ ոչ, բայց ոչ պրիմիտիվ։ Սիրում եմ հարաբերությունների մեջ վստահություն, հավատ մեկը մեկի նկատմամբ, եթե իմ հարաբերություններում իմ ընկերների հետ, շրջապատի հետ չկա, ուրեմն չկարա լինի մեր մեջ շփում այդպես։ Ես դա շատ եմ կարևորում, այդ մաքրությունը շատ կարևոր է ինձ համար։ Հետաքրքիրն այն է, որ ես զգացել եմ դա տարիների ընթացքում, ունեմ վախեր այնպիսի բաներից, որ սովորական մարդիկ չունեն, եւ ես չունեմ այնպիսի բաներից, որ նորմալ մարդը պետք է վախենա։ Դա շատ հետաքրքիր, այդպես դրան եմ եկել, որը որ երևի եւ հեշտացնում է իմ կյանքը եւ բարդացնում, բայց միևնույն ժամանակ շատ մեծ իմաստ է տալիս դա իմ կյանքին։ Օրինակ դու ինչից ես վախենում։ Ես վախենում եմ սովորական պարզ ձախողումներից, օրվա ընթացքում, որ քայլ եմ անում, ինչ-որ բան շատ եմ մտածում, հասարակ բաներից, շատ է ձախողումներից վախենում եմ, բայց ես կարող եմ շատ մեծ նպատակ դնեմ եւ գնամ դրան չվախենամ դրա ձախողումից, որովհետեւ դա էլ նորմալ կհամարեմ, որ պետք է դա լինի եւ հնարավոր է դա լինի։ Ու դա շատ տարօրինակ է, կարծում եմ, որովհետեւ դա շատ ռեալ արտահայտվել է իմ մարզումային կյանքում, երբ որ ես շատ վախենում էի ու անհանգստանում, կարող է օրերով չքնեի Հայաստանի առաջնություններին, բայց ես շատ ավելի հանգիստ էի լինում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին։ Հարաբերություններում խոսքը այն այդպես կարող է ինչ-որ վախեր ունենամ, բայց շատ կարևոր քայլեր անելուց դրա հետ կապված վախեր չունենամ։ Նազիկ, դու ինքդ քո մասին խոսելիս ասում ես Գյումրիից մի փոքր աղջիկ։ Այո։ Գյումրիից մի փոքր աղջիկը երբևէ կպատկերացներ, որ այսօր հայտնվելու է հենց այս տեղում։ Տեսեք, այնքան հետաքրքիր է դասավորվել իմ կյանքը։ Ես հիմա որ ինձ տեսնում եմ, այն փոքր աղջիկը, որ երազում էր, չգիտակցված երազանքները,
ինքը չգիտեր ինչի միջով է անցնելու, ինչ է լինելու իր կյանքի հետ, բայց ես տեսնում էի այս ամեն ինչը իմ երազանքներում, ես պատկերացնում էի ինձ այս կարգավիճակում եւ կարելի ասել երևի իմ քայլերը կամ իմ այդպես խորը միշտ պահած երազանքները ինձ կամաց բերեցին դրան ու ես հիմա որ հետ եմ նայում իմ սպորտային անցած կյանքը, իմ վնասվածքները, ամեն ինչը երևի նրա համար էր, որ ես հիմա լինեմ այստեղ, որտեղ որ կամ համենայն դեպս դա հիմիկվա դրությամբ եմ ասում, կարող է տարիներ հետո ես հասկանամ, որ այս ճանապարհն էլ էր ինչ-որ մի բանի համար, բայց շատ հետաքրքիր է, այո, ես տեսնում եմ այն փոքր ժամանակվա աղջկա երազած կերպարը։ Իսկ ովքեր են այն մարդիկ, որոնք Նազիկ Ավդալյանի ձևավորման վրա ունեցան անջնջելի հետք։ Դուք ասես քո մարզիչը, սովորաբար սպորտսմենները այդ հարցին պատասխանելիս ասում են մարզիչս, բայց մարզիչից բացի ովքեր էին այն մարդիկ, ովքեր հավատացին քո նպատակներին, հավատացին քո գաղափարներին, քո տապալումների ժամանակ քո կողքին էին եւ քեզ չլքեցին, քեզ մենակ չթողեցին։ Գիտե այդպես վերցնենք ավելի լայն նայենք, շատ է բոլորն համերազդեցություն են ունեցել իմ անցած ճանապարհի վրա, իմ տեսակի ձևավորման վրա։ Ես համենայն դեպս ոչ մի բան այս կյանքում պատահական չեմ համարում, նույնիսկ հանդիպումները, պարզապես մենք կարող ենք դրան ուշադրություն դարձնել, ընթացք տալ եւ կարող ենք բաց թողնել այդ պահ, այդ նշանները, այդ հանդիպումները, ամեն հանդիպում եւ յուրաքանչյուր ծանոթություն, դա կլինի կյանքի լավ դաս, թե հակառակը, իմ համար շատ կարեւոր է եղել եւ ճակատագրական, որովհետեւ ես որ տեսնում եմ ինչքան աննշան թվացող հանդիպումներից, ինչ-որ մի խոսքից, որը որ այդ պահին անցել գնացել է, բայց ես հետագայում անդրադարձել եմ դրան եւ շատ կարեւոր մտքի եմ հանգել կամ շատ կարեւոր արարք եմ արել։ Պես որ ամեն մանրունք թվացող կարող է թվացող հանդիպում կամ այո, շատ կարեւոր բանի համար կարող է լինի։ Քիչ առաջ խոսեցիր կյանքի դասերից, հետաքրքիր է կա քո կյանքում դաս, որը դու միջև հիմա հիշում ես, եւ այդ դասը հիշելիս դու նաեւ Աստծուն շնորհակալություն ես հայտնում, որ դա ունես։ Իրականում այո, կան մեծ եւ փոքր դասեր, եւ այդ դասերը լինելու են այնքան ժամանակ, քանի դեռ դու դրանցից ենթադրություն չես արել։ Քո կյանքում միշտ լինելու են այն մարդիկ, ովքեր որ քեզ այդ դասը տալու են։ Կարելի է ասել իմ կյանքում երկու դեպք է եղել, երբ ես բարիս ամենալայն իմաստով հենց իմ կյանքն եմ վստահել եւ երկու անգամն էլ ամենաանսպասելի ձևով դավաճանված եմ եղել եւ շատ կարեւոր էր, քանի որ ես հասկացա, որ այդ մարդիկ իմ կյանքում լինելու են այնքան ժամանակ, մինչեւ ես դա չեմ հասկացել, չեմ ընկալել դա։ Եվ ինչի համար եմ շնորհակալ կյանքին, որ դա եղավ այն ժամանակ, երբ որ ես ունեմ այսպիսի մեծ նպատակ, որպեսզի հետագայում չլինի ել ավելի մեծ կորուստներ։ Դա նաև եղավ մեծ դաս, հատկապես հիմա, երբ որ ես սկսում եմ այս գործունեությունը, ես շատ ավելի պարզ եմ ուզում ասել, որպեսզի եթե նայում են հատկապես երիտասարդ սերունդը, հատկապես այն մարդիկ, ովքեր էմոցիոնալ են, ավելի պարզ են իմանան, որ գործնական հարաբերությունների մեջ չկան ընկերական հարաբերություններ։ Եթե ուզում եք պահել ընկերական հարաբերություններ, պետք է պահել գործնականը շատ բարձր մագարտակի վրա։ Լինի դա պայմանագրային, հատկապես։ Այսինքն ընկերոջ հետ բիզնես չանել, միանշանակ անել, բայց ընդհանուր մինչև պայմանագրում գրել, թե իրենք ինչպես են բաժանվելու։ Դա շատ կարևոր է, ու դա միակ ճանապարհն է ընկերությունը պահելու։ Որովհետև շատ մարդիկ հաճախ մտնում են մեր կյանք հատուկ են նպատակով, որպեսզի վերցնեն այն արժեքը, որը որ դու ստեղծել ես։ Այսինքն դու ֆիլտրում ես այդ դասերից հետո քեզ շրջապատող մարդկանց։ Ոչ թե ֆիլտրել, շատ բաներ սկսում ես այլ ձև նայել, ու դա նորմալ է։ Մեր կյանքում անընդհատ այդպիսի բաներ լինում է յուրաքանչյուրի կյանքում։ Ու դու զարմանում ես, որ տեսնում ես, թե մարդիկ ինչքան գեղեցիկ են դա անում։ Կարելի եմ ասել իմ առաջի դասը դա եղավ դեռ 20 տարեկան հասակում, որից որ ես ենթադրություն չարեցի։
Ու ես շատ շնորհակալ եմ Աստծուն, որովհետև տեսեք, ես միշտ ասում եմ, եթե մեզ հետ ինչ-որ մի վատ բան է պատահում, մեզ դա այդ պահին կարող է թվա թե դա ինչ-որ մի փորձություն էր, որ մենք դրան արժանի չէինք, չէ՞ որ մենք շատ բան էինք արել դրա համար կամ մենք այդ մարդը չէինք, իսկ միգուցե դա հենց նրա համար է, որ հետագայում էլ ավելի մեծ սխալ չանես կամ ինչ-որ բանից խուսափելու համար է։ Այնպես որ ամեն ինչ ոչ թե փոշմանելու համար է, նեղվելու, թե այդ պահին ինչի այդպես եղավ, այլ ենթադրություն անելու ու հասկանալու, որ կամ լինում է մեր արարքների արդյունքում, կամ լինում է նրա համար, որպեսզի հետագայում մենք դրանից դասեր քաղենք, մեզ սովորեցնելու համար, ու մարդիկ էլ մեր կյանք հենց այնպես չեն գալիս, կամ գալիս են քեզ տալու, կամ սովորեցնելու։ Դու ասացիր առաջին մեծ դասը ստացար 20 տարեկանում, հետևապես այ 20 տարեկան Նազիկ Ավդալյանին ինչ խորհուրդ կտայիր, ինչի վրա ուշադրություն դարձներ կամ ամենամեծ ուշադրությունը ինչի վրա դարձներ։ Գնահատել ու սիրել իրեն շատ, որովհետև եթե առաջինը դու քեզ չես գնահատում ու սիրում, դժվար թե քեզ մեկ ուրիշը գնահատի, չնայած այդպես էլ է եղել, մեկ ուրիշը քեզ ավելի շատ է գնահատում, քան դու, ու դրանից օգտվում են։ Այդ դրա համար նախ շրջապատին սիրելու, հոգ տանելու համար առաջի հերթին մարդ պետք է իր համար հոգ տանի, այդ խորհուրդը ես կտա իրեն։ Քո պարագայում ես կարող եմ ասել մեդալներ, հաղթանակներ, նվաճումներ, հայտնիություն, փող, բայց դու տեղում կանգ չես առնում։ Հիմա ունես նոր նախագիծ եւ մտածում ես նոր բան անելու մասին։ Ինչու այդքանով չբավարարվեցիր եւ որոշեցիր անել նոր բան։ Տեսեք, մենք հենց սկզբից խոսեցինք երազանքներից, որ ես շատ փոքր տարիքում այդպես ավելի բաց եմ փակագծերը, հայելու առաջ կանգնած, այդպես 4-5 տարեկան ես այդ շատ լավ հիշում եմ, նույնիսկ զուգարանի կոնքին էի կանգնում, որ հասնեի հայելուն, որովհետև այդքան փոքր էի։ Ես պատկերացնում եմ, որ ես արդեն մեծ, հասուն տարիքում, ես չգիտեմ ինչ եմ անելու, չգիտեմ ինչ ճանապարհ եմ դեռ անցնելու, բայց ես շատ կարևոր մարդ եմ լինելու, ով իր ներդրումն է ունենում երկրում, երկրի զարգացման գործում կամ տարբեր, ու ես ինձ դրանից ոչ թե բավարարված էի զգում, այլ դրանով էի արժևորում ինձ դեռ այդ տարիքում։ Եվ հետո ինձ կյանքը որ բերեց դեպի սպորտ, հետո աշխարհի չեմպիոն։ Ես դեռ այդ ժամանակ ոնց որ կարելի ասել մի փոքր ոչ թե մոռացել էի իմ երազանքի մասին, ապրում էի դեռ որպես աշխարհի չեմպիոն, մտածում էի իմ առջև օլիմպիադան է, ես շատ ավելի բարձր կիլոգրամներ եմ անում, քան օլիմպիական չեմպիոնը նախորդ տարվա։ Եվ մտածում էի, որ եթե դառնամ օլիմպիական չեմպիոն, ես արդեն իմ համար կվայելեմ կյանքում, բայց իմ կյանքում եղավ մի բան, ավտովթարը, մինչ օլիմպիական խաղերը, որ կարելի ասել ամբողջությամբ արժեզրկեց իմ կյանքը։ Այդ ընթացքում ես որ ավտովթարի ենթարկվեցի եւ զգացի, որ ողնաշարս կոտրված է իմ կյանքում, կարելի ասել պարզապես Աստծուն հարցրեցի հենց այդ պահին, ինչու, ինչի համար, ինչի հենց ես, ինչ նպատակներ ունես ինձ հետ կապված, ինչի պիտի հենց հիմա լիներ այդ, չէ որ ես օլիմպիական խաղերին այդպես ու շատ իմ կարծիքով ես շատ ազնիվ էի մարզվում, ես չէի խաբում ինքս ինձ, չէի խաբում մարզիչիս, որպես այդպիսին սպորտային նախանձը ես չեմ ունեցել երբևէ, ես միշտ իմ հետ եմ պայքարել, ես ուզեցել եմ, որ բոլորը լավ մասնակցեն, իմ մրցակիցները, բայց ես էլ շատ լավ մասնակցեմ, ես երբեք չեմ համարել, որ հաղթանակը այն է, որ մնացածները պարտվեն եւ դու հաղթես, դա այդքան էլ արժեքավոր չէ, բնականաբար այդ բոլորն էլ ինձ թվում է կփաստեն, ու միշտ մտածում էի, ինչի համար դա եղավ, բայց հետո հասկացա, որ հետո որ արդեն վերադարձա մրցումների սպորտ, Եվրոպայի առաջնությունը եղավ, ես դարձա չեմպիոն, ես դեռ մինչև այդ չէի հասկանում, գիտակցում դա ինչի համար էր։ Ու հետո որ տեսա, որ իմ անցած ճանապարհը շատ շատերին է ուժ տալիս, շատերն են ինձ գրում, զանգում, խորհուրդներ հարցնում, իրենց շնորհակալությունը հայտնում, որ ես իրենց օգնել եմ, չնայած որ չեմ ճանաչում այդ մարդկանց,
ես հասկացա, թե ինչի համար եմ անցել այդ ճանապարհը, ու ես իրավունք չունեմ այս պահից ապրել ինքս ինձ համար։ Եթե ես վայելեմ այն հաղթանակների բերկրանքը, որ ես ունեցել եմ այդքան ժամանակ եւ դրանով վերջանա, ուրեմն անիմաստ կլինի, այս իմ անցած ճանապարհը անիմաստ կլինի, եթե հենց այնպես պետք է անցնի։ Դրա համար եղավ դրամաբանական շարունակությունը, որ ես ուզում եմ իմ անցած ճանապարհը, փորձը փոխանցել սերունդներին, որպեսզի այն արժեքը, որ ես ստեղծել եմ, լինի իրոք արժեքավոր, ոչ թե միայն ինձ համար, դա ծառայեցնենք երեխաներին, ծառայեցնեմ սերունդներին, ու ես միշտ եմ հենց այդպես էլ համարել։ Եթե ուզում ես քո ստեղծած արժեքը լինի իրոք արժեքավոր, դրանից պետք է շատ-շատերին օգտվեն։ Գալով հիմնադրամին, Նազիկ Ավդալյան սպորտի զարգացման հիմնադրամ, ասացիր ուզում ես օգնել երեխաներին եւ դա իր տեսակով այդ քո գործը եւս արժեք է, հա։ Ինչու որոշվեց այն կառուցել այն տեղում, որտեղ կառուցվելու է։ Ունեք հաշվարկներ, թե դա քանի երեխայի կյանքի որակ է փոխելու։ Եվ այս հարցում, այս նախագիծը իրականացնելու հարցում ձեզ ամենաառաջնայինը ինչ է պետք, ինչ եք դուք ուզում։ Ես մի փոքր սկզբից կամ անցած տարի ես եկա նրան, որ արդեն պատրաստ եմ գործունեություն անել։ Տարիներով կուտակված ես սպորտից դուրս արդեն 7 տարի է սպորտից դուրս եմ, պրոֆեսիոնալ սպորտից դուրս, բայց անցած տարի ես հասկացա, թե ինչ պետք է անեմ։ Տարիներով իմ մարզեր այցելությունները, երեխաների հետ շփումը, տեսնելով թե մենք ինչ հզոր սերունդ ունենք մարզերում, հրաշք երեխաներ են, որ աչքերից կայծ է թափում, իրենց պարզապես հնարավորությունը պետք, որ իրենք ամեն մեկը մեկ-մեկ արժեք են։ Իրենց խղճահարություն պետք չի, դրա համար իմ ստեղծած հիմնադրամը խղճահարության ֆոնի վրա չէ, բացարձակ։ Դա ուժի մասին է, այդ մեր երկրի ամենաուժեղ կորիզի մասին է, որը որ հնարավորություն չունի իրեն դրսևորելու։ Ես եկա նրան, որ պետք է ստեղծեմ հիմնադրամ, որի միջոցով առաջին նախագիծը մարզադպրոցներ կառուցելու միջոցով զարգացնել պրոֆեսիոնալ սպորտը մարզերում։ Իհարկե դրա հետ մեկտեղ զարգանա նաև մասսայական սպորտը։ Առաջին նախագիծը Արտիկի շրջանի Փանիկ գյուղում է։ Գյուղը ինչպես ընտրվեց։ Ճիշտ է, իմ ծննդավայրը Շիրակի մարզն է եւ իմ մայրիկի կողմը Արտիկի շրջանից է։ Ինձ ավելի շատ ծանոթ էր այդ շրջանը, բայց ես մարզադահլիճը չեմ կառուցում մեր գյուղում։ Դա ընտրվել է գյուղը այնպես, որ հնարավորություն ունենան հնարավորինս շատ գյուղի երեխաներ հաճախել մարզադպրոց։ Գյուղը խաչմերուկային է, գյուղը շրջապատված է 23 գյուղերով արբանյակային, որտեղից երեխաները տրանսպորտային հասանելիություն են ունենում հենց այդ մարզադահլիճի ընտրված տարածք։ Տեսեք, գյուղում կա 6200 երեխա դպրոցական, ու կարելի ասել համարյա բոլոր գյուղերից երեխաները հնարավորություն ունեն գալ հաճախել մարզադահլիճ։ Ընտրված են 5 մարզաձևեր՝ ծանրամարտ, ըմբշամարտ, բռնցքամարտ, սպորտային եւ ազգագրական պարեր, ֆուտբոլ եւ լողը դեռ սիրողական։ Վճարովի են լինելու թե անվճար։ Լինելու է սիմվոլիկ վճարովի, բայց իհարկե, այո, անդամավճար, բայց իհարկե նաև իր մեջ սոցիալական կոմպոնենտ կպարունակի, որովհետև իրոք երեխաներ կան, որ հնարավորություն չունեն, բայց մեծ տվյալներ ունեն։ Ինչու մի քանի մարզաձևեր ինչա են հարցնում, ոչ միայն ծանրամարտ, որովհետև երեխան կարող է հաճախել ծանրամարտի, իր տվյալները համապատասխան չլինի ծանրորդին եւ նա դուրս մնա։ Ու ես տեսա, որ դրանով ես չեմ լուծում իմ առջև դրված խնդիրը, ու շատ նեղ մասայի, շատ քիչ երեխաներ կկարողանան օգտվել դրանից։ Հենց դրա համար սպորտաձևերը պատահական չի ընտրվել, դա էլ պատմություն ունի այս մի տարվա ընթացքում։ Ընտրվեց 5 սպորտաձևեր, որպեսզի երեխան եթե այնտեղ չի կարողանա մյուս տեղը փորձի, մյուս սպորտաձևը փորձի ու իրեն խորհուրդ կտան, որ սպորտաձևում ինքը կկարողանա կայանալ, որպես ինքը դուրս չմնա։ Իսկ այն երեխաները բնականաբար բոլորը չէ, որ կկարողանան դառնալ չեմպիոններ, նաև կլինի մասնագիտական կողմնորոշում, որտեղ երեխաներին կուղղորդեն, լինելու է նաև ոչ ֆորմալ կրթություն, փափուկ հմտություններ,
որովհետև մարզիկներին միայն ֆիզիկական պատրաստականությունը շատ քիչ է։ Մարզիկները պետք է եւ ֆիզիկապես եւ մտավոր եւ հոգեբանական առումով շատ զարգացած լինեն։ Այն երեխաներին, ովքեր որ չեն կարողանա զբաղվել պրոֆեսիոնալ սպորտով, ավելի ճիշտ չեն կարողանա դառնալ պրոֆեսիոնալ մարզիկներ, մենք կունենանք շատ լայնամասշտաբ ուժեղ զարգացած սերունդ։ Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։ Եկեք ընդգծենք, լինելու են ոչ միայն սպորտ դպրոցներ, որտեղ երեխան գնալու է մի քանի ժամ պարապի հետ գնատուն, այլ հարակից, այլ գիտելիքներ է ձեռք բերելու, ինչ որ դասընթացներ են տեղ ունենալու եւ սա ընդհանրապես միայն սպորտը չէ, սա մարդուն անհատին զարգացնելու ծրագիր է նաեւ։ Եվ անհատին, եւ որպես պրոֆեսիոնալ մարզիկ ճիշտ ձևով զարգացնելու։ Ինձ հիմնականում ասում էին, ինչի՞ չեք վերցնում, ինչ որ մարզադահլիճ վերանորոգում եւ այդտեղ անում, բայց դա չէ լուծի այն խնդիրը, որ ես իմ առջև դրել եմ։ Ես ոչ թե ես եմ ուզում դա կամ իմ երազանքն է, ես տարիներով տեսել եմ, որ դրա կարիքը կա մարզերում, ստեղծել միջավայր, որտեղ որ երեխան կկարողանա կտրվել դրսից, վատ սովորություններից, կկարողանա զարգանալ, ձևավորվել, իրեն դրսևորել։ Հենց դրա համար ոչ թե խնդիրը մարզադպրոց կառուցելն էր, այլ միջավայր ստեղծելը։ Բացի մարզադպրոցներից կա նաև սեմինարների սենյակ, որտեղ որ կանցկացվեն այդ դասընթացները, ամֆիթատրոն, որտեղ երեխաները կարողանան միջոցառումներ անել, կինոդիտումներ անել, ընտրված ֆիլմեր դիտել, լինելու է սպորտային հոգեբանություն, կինեզոլոգիա, ինչպես են օրինակ պարապում աշխարհի առաջատար երկրներում պրոֆեսիոնալ մարզիկները։ Հենց այդ մոտեցումը ես ցույց եմ, որ լինի մեր Հայաստանի մարզերում, որպեսզի երեխաները կայանալու, զարգանալու, ինքնադրսևորվելու համար, ինչու՞ չէ նաև արժեք դառնալու համար իր երկիրը ներկայացնի աշխարհին, դրա համար չլքի իր գյուղը։ Ես շատ եմ տեսել, որ ծնողները երեխաներին վերցնում, տեղափոխում են քաղաք, որպեսզի երեխան կարողանա շարունակի զբաղվել սպորտով, կամ այդպես պոտենցիալը մեռնում է երեխայի մեջ եւ նա դառնում է սովորական։ Իրենց գյուղերը լքում են, տեղափոխվելով մեծ քաղաքներ։ Դա շատ ցավալի երևույթ է, այո, եւ ես շատ մեծ հույս ունեմ, որ մեր այս սերունդի մարզիկները, ովքեր որ միացել են ինձ, ինչի համար ես իմ մեջ շնորհակալություն եմ ուզում հայտնել այդ մարզիկներին, իրենց այդ մեծ ներդրումով կկարողանան նաև օրինակ ծառայել մյուս սերունդներին, որպեսզի իրենք էլ ինչ-որ հաջողության հասնելու դեպքում, եթե ուզում են իրենց հաջողությունը, իրենց ստեղծած արժեքը իրոք արժեքավոր լինի, իրենք էլ պետք է գոնե ինչ-որ մի բան անեն իրենց գյուղի համար, սերունդի համար, թե ինչի համար էլ քո անցած ճանապարհը երբ որ պետք է։ Երբ լսում էի քեզ, թե քո տեսլականը այն դպրոցների են ծրագրի վերաբերյալ ինչպիսին է, ես հիշեցի իմ հարցազրույցը Արա Զոսպիլիսի հետ ու գիտեք նա ինձ պատմում էր, ասում էր օրինակ իմ երեխաները երկուսն էլ հաճախում են տղաներս ֆուտբոլի, բայց ասում էր աղավնի նրանք միայն ֆուտբոլով չեն զբաղվում, նրանք հարակից այլ առարկաներ են սովորում, այլ որակի կրթություն են ստանում եւ այնտեղ դրսում սպորտը եւ կրթությունը, գիտելիքը, հմտությունը իրար հետ մեկտեղված են։ Հիմա ես երբ լսում եմ քեզ, պատկերացնում եմ, որ ըստ էության դու նույն բանն ես առաջարկում մարդկանց։ Նույն բանը այդ երեխաներին, որ դա ուղղակի չի լինելու ինչ-որ մի սպորտզալ, որտեղ գնան մարզվեն, գնան տուն։ Ու այդ առումով իդեալական բան ես առաջարկում։ Եվ Նազիկ, երբ լսում եմ քեզ, նաև հասկանում եմ, որ գործ ունենք մեգա նախագծի հետ, որը պահանջում է նաև հսկայական ֆինանսական միջոցներ, այս առումով ինչ կասես, ֆինանսական միջոցների հարցը լուծված է, թե ոչ, կան խոշոր գործարարներ, որոնք հետաքրքրված են այս նախագծով, պատրաստ են կանգնել քո կողքին, ինչ ունենք այս մասով։ Տեսեք, նախա հիմնադրամ է, ճիշտ է, պետությունն իր ներգրավվածություն ունենալու է, ինչի համար ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ։ Արդեն համայնքը իր ներդրումն ունի նրանով, որ հիմնադրամին անհատույց այն ժամկետ տրամադրել է 14000 քառակուսի մետր հողատարածք, որտեղ որ լինելու է կառույցը։ Իդեպ ուզում եմ նաև նշել, որ կառույցի հեղինակը Անահիտ Թարխանյանն է, ինչի համար եւ շնորհակալ եմ իրեն, այո, նա հրաշալի կոնցեպտ է նախագծել, որը որ հարմար է եւ հարթավայրային տարածքներում, եւ լեռնային, եւ շատ փոփոխական է, ինչքան էլ ուզում ենք փոխենք, առաջի հայացքից որ նայենք, մենք այդ տիպային կառույցը կտեսնենք։ Շատ հեշտ հավաքվող,
բավականին մաչելի իր արտաքին հրաշք գեղեցիկ տեսքի համեմատ, իսկ ինչ վերաբերում է գործընկերներին, հովանավորներին, տեսեք մենք ունենք Avdalian Foundation կայքը, որտեղ կա նվիրատվությունների կոճակ, հարթակը, որտեղ որ կարողանան նվիրատվություններ անել, անդամագրվել միանվագ եւ այդպես երկարաժամկետ, ունենք գործընկերներ, ովքեր են այս պահին ձեր գործընկերները։ Տեսեք հիմա համագործակցում ենք մենք Grant Torrent ընկերության հետ, որը որ անում է եւ ֆինանսական, իրավաբանական, հաշվապահական ամբողջ մասը ինքն է փակում, ինչ համար էլի նորից շնորհակալություն եմ ուզում հայտնել, Skill ընկերությանն եմ ուզում շնորհակալություն հայտնել այդ հենց սկզբից, գաղափարից, դեռ որ մենք խոսեցինք երկու բառ Սերգեյի հետ, ինքը ամբողջությամբ հասկացավ ու կալեց ես ինչ եմ ուզում, որ դա միայն սպորտ չի եւ ոչ թե սպորտի զարգացում, այլ զարգացում սպորտի միջոցով, ու ես հասկացա, որ մենք դեռ երկար կհամագործակցենք միասին։ Կան ընկերություններ, որոնց հետ մենք համագործակցում ենք սպորտային ապրանքանիշ, այդպես ապրանքներ ստեղծելու եւ այդ ձևով նպաստելու սպորտի զարգացմանը, ունենք համագործակցություն գլոբինգի հետ, էլի շատ հետաքրքիր համագործակցություն է, տեսեք դա պարզապես ոչ թե հովանավորում են, այլ ես շատ եմ կարևորում, որպեսզի այդ ճիշտ էներգիան մնա, մենք ինչ կարող ենք տալ, որովհետև պարզապես բարեգործություն, այս հիմնադրամը պարզապես դրա մասին չի, շատ բաց ենք մենք համագործակցությունների հետ կապված եւ շատ կարևորում եմ նաեւ Սփյուռքի ներգրավվածությունը այս նախագծում եւ նաեւ իմ երազանքներից ու նպատակներից մեկն է, որ այս նախագիծը դառնա ազգային, ինչի համար թեկուզ եւ տնային տնտեսուհին ընդհանուր մինչեւ ամենահաջողակ գործարար իր փոքրիկ թվացող կարող է այդպես ամսական 500 կամ 1000 դրամ պես այս մեծ պրոյեկտի մեջ աննշան բան թվա, բայց ինքը շատ կարևոր դեր է խաղում եւ նա տեսեք մենք այդքան էմոցիոնալ ազգ լինելով ինչպես ենք մենք մեր մարզիկներին ճանապարհում մրցումների երկրպագում անհանգստանում այդպես հուզվում լարվում ու մենք իրոք մեր մարզիկների հետ ենք այդպես տեսեք յուրաքանչյուր մարդ իր ներդրումն անելով վաղը մյուս օր երբ որ մենք արդեն ճանապարհում ենք մարզիկներին Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին հերոստացույցի դիմաց երկրպագելուց մենք հասկանանք որ մենք էլ մեր ներդրումն ունենք այս մարզիկի ձևավորման ու զարգացման մեջ եւ բարիս փուն իմաստով դա կլինի ազգային ու հենց ազգը կանգնած կեղնի այն մարզիկների մեջքին, կողքին եւ հենց ազգը կլինի այն հիմքը որի միջոցով այդ մարզիկը իր երկիրը կներկայացնի աշխարհին։ Ես ճիշտ հասկացա, որ այս հիմնադրամն իր տեսակով առաջինն է, որն իրականացնելու է այն, ինչի մասին դու պատմեցիր։ Մենք Հայաստանում չունենք նման որակ մատուցող որևէ այլ հիմնադրամ։ Տեսեք, ոչ թե չունենք, այլ յուրաքանչյուրն իր բնակավարում ինչ որ բան անում է սպորտի համար։ Այո, բայց այսպես համակարգված բոլորը միասին չունենք։ Երևի թե ինչի համար ես իմ անցած ճանապարհով եկա նրան, որ այս կողմում բաց կա եւ ես էլ իմ ձևով այս բացը լրացնեմ, չէ՞ որ մենք բոլորս թեկուզ մարզիկները, թեկուզ այլ ոլորտում իրենց ճանապարհ անցած մարդիկ հետագայում իրենց գործունեությունն են անում եւ ես էլ այս ձևով եմ փորձում իմ ներդրումն ունենալ երկրի զարգացման մեջ, չեմ ուզում մեծ ու փոքր ներդրումներ ասել երկրի համար, որովհետեւ այդպիսի հասկացողություն չկա եւ բոլորն անում են այնքան, ինչքան որ իրենք են պատկերացնում ու զգում, որ կարող են ու իմ նաև նպատակներից մեկն է ու ես դա անընդհատ եմ ասում մենք փորձենք մի քիչ այդ պահանջատիրական կարգավիճակից դուրս գանք ու մենք հասկանանք մենք ինչ կարող ենք անել մեր երկրի համար թե չէ անընդհատ այդպես նստել ու մտածել որ մեզանից ինչ կա կախված մեզանից ոչ մի բան կախված չէ ու այդ մտածելակերպով առաջ շարժվել ու սպասել թե ինչ որ մեկ ինչ որ մի բան պետք է փոխի ոչ դա այդպես չէ, եթե մենք մեր բնակավարում անենք ու այդ միասնականությունը, որ ես հիմնադրամը ստեղծել եմ ու հենց դրան եմ գնում, որպեսզի ոչ միայն սպորտը, այլ նաև մշակութային ոլորտը, արվեստը, այդպես շոու բիզնեսը ինչու՞ չէ նաև իմ կողքին է, ինչի համար նաև շնորհակալ եմ իրենց բոլորին հիմա կարող եմ մոռանամ անուններով այդպես դրա համար խուսափում եմ անուններն ասելուց, իրականում շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ ոչ թե իմ այս նախագծի կողքին են կանգնած եւ արդեն մարտիկ կան, ընկերություններ կան, որոնք որ
այս նախագիծը հենց նաև իրենցն են համարում։ Երբ թվում է այն ընկերությունների անունները, որոնք այս նախագծի կողքին ամուր կանգնած են եւ շնորհակալություն նրանց ամուր կանգնելու համար, ես նրանց ցանկում չտեսա օրինակ Հայաստանի 1000 խոշոր հարկատուներին։ Ես շատ կուզեի, որ Հայաստանի 1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ընդգրկված ընկերությունները, խոշոր բիզնեսի տերերը եւս ամուր կանգնած լինեին այս նախագծի կողքին եւ հետեւապես հարց է առաջանում բիզնեսը սոցիալական պատասխանատվությունից ելնելով իրականացնում է տարբեր ծրագրեր։ Ըստ քեզ, քո դեպքում ինչ դու կարող ես առաջարկել 1000 խոշոր հարկատուների, օրինակ առաջին տասնյակում գտնվող խոշոր ընկերություններին, որ նրանք եւս միանան քո այս նախագծին։ Ինչպես նշեցի, համագործակցություններն ու առաջարկությունները շատ տարբեր են, բաց են, նաև իրենցից են ակնկալում ինչ որ հետաքրքիր համագործակցություններ, կարող է բաներ, ինչ որ համագործակցության տեսակներ կան, որ մենք չգիտենք, բայց իրենց պետք են։ Դրա համար շատ բաց ենք այդ ամեն ինչի հետ կապված։ Եվ ես նկատեցի, որ կոնկրետ սպորտի զարգացման հետ կապված շատ քիչ ծրագրեր կան, որովհետև երևի թե մեր իրավիճակից է, որ մենք ապրում ենք այնպիսի սիտուացիայում, որ ավելի խոցելի խմբեր կան, որոնց որ շատ ուշադրություն են դարձվում եւ սպորտը շատ ուժեղ ոլորտ է համարվում, որը որ այդպես կարիք չունի որևէ բան, օգնության կարիք չունի, բայց ես ուզում եմ գալ նրան ոչ թե պարզապես բարեգործություն, որովհետև ներդրում ապագայի համար, զարգացման գործում, որովհետև սպորտը իրականում շատ կարևոր դեր է խաղում երկրի զարգացման գործում, եւ տնտեսական, եւ դիվանագիտական, եւ քաղաքական, ինչու՞ չէ։ Հենց այնպես չէ, որ աշխարհի հզորագույն պետությունները շատ մեծ գումարներ են ներդնում սպորտի մեջ, որ իրենց երկրի անունը մի անգամ հնչի աշխարհի մրցահարտակներում եւ ի ուրախություն ինձ, այո, Հայաստանն էլ արդեն մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, սպորտի կարեւորությանը, դա շատ կարեւոր է ու շատ խրախուսելի եւ ինչ վերաբերում է արդեն անդրադառնանք 1000 խոշոր հարկատուներին, խոշոր գործարարներին, ինչ անենք, որ այս ամենը ինչ դու առաջարկում ես եւ առաջարկում ես պետությանը ու պետության հիմքում կանգնած երեխաներին, այ խոշոր գործարարի խոշորացույցի տակ հայտնվի։ Ինքը հասկանա, որ այստեղ ներդրում անելը շահավետ է։ Ես կարծում եմ, որ դա աշխատանք է պահանջում, որը որ ես մեծ սիրով անում եմ եւ մենք ընթացքում կգանք, այո, որ մենք շատ-շատերի հետ կհամագործակցենք։ Իրականում կա, այնպես չի որ չկա, բայց սա մի կառույցի մասին չէ խոսքը։ Սա շատ շարունակական ու երկարատև աշխատանք է, նաև հետազոտվում է արդեն Վարդենիսը տարբեր տարածաշրջաններ, որպեսզի երեխաները ամենտեղ հնարավորություն ունենան զբաղվել սպորտով, եւ դա շատ շարունակական է, անընդհատ բնույթ է կրելու եւ ընթացքում կարծում եմ շատ հետաքրքիր համագործակցություններ կլինեն։ Վարդենիսի գործարարներ, արագ կապվեք, փորձեք ինչ-որ բանով օգտակար լինել։ Արդեն գործարարները կապվել են։ Նաեւ ուզում եմ նշել, որ հիմնադրամի ծրագիրը համապատասխանում է ՄԱԿ-ի կայուն զարգացման 17 ծրագրերին, ինչը եւ նաեւ շատ կարևորում եմ, դա ոչ միայն սպորտն է, այլև էկոլոգիան, էկոմտածելակերպը, առողջություն, բնապահպանություն, նաև ներառված են, տեսեք դա այլ չեմ նշում, որովհետև շատ նորմալ եմ համարում ու միշտ դա մոռանում եմ, ամբողջ կառույցը հարմարեցված է լինելու ներառական խնդիրներ ունեցող երեխաների անձանց հաշմանդամություն ունեցող, որովհետև մենք ունենք պարաօլիմպիկ խաղեր, թեկուզ եւ նորից անընդհատ պրոֆեսիոնալ սպորտին ենք գնում, բայց դա ընդհանրապես նշանակություն չունի, որպեսզի այն երեխաներն, ովքեր ունեն այսպիսի խնդիրներ, իրենց համար եւս շատ բաց լինի, այդտեղ պարապել ու իրենց շատ հեշտ լինի։ Նազիկ, այն գործունեությունը, որը հիմա դու ծավալում ես, վստահաբար քեզանից պահանջում է հսկայական ժամանակի տրամադրում, ինչպես ես հասցնում այդ ժամանակը տրամադրել, այցելել մարզեր, հիմա նոր ասացիր Վարդենիսի համար, հա, ինչպես ես հասցնում գնալ այնտեղ, շփվել, տեսնել, տեղանք ուսումնասիրել։ Իհարկե, շատ այդպես ծանր նախագիծ է ու շատ դժվար, շատ մեծ պատասխանատվություն պահանջող ու իմ կարելի ասել ամբողջ ժամանակս ես օրվա տրամադրում եմ այս ծրագրին, նույնիսկ իմ փոքրիկն է տղաս է դժգոհում, նեղվում, բայց ինչ արած, ես համարում եմ այդպես, եթե մարդ ինչ-որ ճանապարհ է անցնում, գալիս է նրան, որ մարդիկ ունեն դրա կարիքը, որ զանգեն,
հյուր հրավիրեն իրենց դպրոց, մարզերի դպրոցներ, թեկուզ եւ ինձ տեսեք շատ են գրում նախագծային աշխատանքի մասին, ինչ-որ մի դասարանում հանդիպումների մասին։ Ճիշտ է, չեմ կարող բոլորին գնալ, բայց ես հնարավորինս հենց այդ հանդիպումների համար ժամանակ եմ նախատեսում, քանի որ եթե դու անցել ես ինչ-որ մի ճանապարհ, որ քեզ զանգում ինչ-որ բան են ուզում, ուրեմն այո, դու պարտավոր ես դա անել։ Հաղորդաշարի վերջում Նազիկ մեր հյուրերը հարց են ուղում հաղորդաշարի հաջորդ հյուրին, չիմանալով ով է լինելու նա։ Անցյալ անգամ իմ զրուցակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փոխտնօրենն էր Վարդան Ջհանյանը, քեզ հարց է ուղղել գլոբալ առումով ինչպես պետք է մտածի Հայաստանում գործունեություն ծավալող բիզնեսմենը, մտածի միայն Հայաստանի մասին, Հայաստանի տնտեսությունը զարգացնելու մասին, թե ավելի գլոբալ Հայաստանից դուրս շուկաների մասին։ Այդտեղ մի քիչ տարակարծիք կարող է լինել իմ ասածը, բայց կարծում եմ, որ Հայաստանը զարգացման գործում մենք պետք է ավելի մեծ մտածենք։ Մենք պետք է կարողանանք Հայաստանից դուրս գործունեություն անել, մենակ Հայաստանով սահմանափակվել իհարկե իրականում չի կարելի։ Եվ իմ նախագծի հետ կապված էլ ես մտածում եմ նույնիսկ Հայաստանից դուրս մարզաձևեր լինի, այո, իհարկե, որպեսզի կապը լինի Հայաստանի եւ Սփյուռքի երեխաների հետ։ Դա իրական հրաշալի կլինի, այո։ Եվ հենց նախագծների անունը նավ է կոչվում, նավի սերունդն է լինելու, որը որ շատ ուժեղ սերունդ է լինելու, եւ հենց այդ նավերը լինեն տարբեր երկրներում, որպես այդ կապը լինի Հայաստանի հետ, բայց մենակ Հայաստանով բավարարվելու իհարկե չի լինում։ Եվ արդեն քո հարցը հաղորդաշարի հաջորդ հյուրին։ Ես իհարկե սպորտից կտամ այդ հարցը, սպորտի հետ կապված, կուզենայի իմանալ իր կարծիքով ինչքանով է կարևոր սպորտը երկրի զարգացման գործում։ Շնորհակալ եմ։ Շատ կարճ, բարձ հարց։ Շնորհակալ եմ քեզ հետաքրքիր զրույցի համար եւ մեծ հաջողություն քո նախագծին։ Շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս այսօր Նազիկ Ավդալյանն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։